Երգիչ Կարեն Հակոբյանը հանրության ուշադրության կենտրոնում է Մեհեր Բաղդասարյանի «Տետ-ա-տետ» հաղորդման հուզիչ թողարկման շնորհիվ։ Զրույցը, որն ուղեկցվեց անսպառ հուզմունքով, բացահայտեց երգչի կյանքում եղած անհավանական դժվարությունները և այն դժվարին ճակատագիրը, որը ստիպեց նրան ներկայանալ օգնության կարիք ունեցողի կարգավիճակում։ Տարիներ առաջ Կարեն Հակոբյանը հայկական բեմի ամենասիրելի արտիստներից մեկն էր։ Նրա ելույթները, երգերը և շնորհը ստիպում էին հանդիսատեսին սիրել նրան անբաժան սրտով, սակայն կյանքը նրա առջև դրեց անսպասելի փորձություն։ Նա ակամա թե ակամա հայտնվեց կռվի կենտրոնում և մասնակցեց սպանության դեպքի, ինչի հետևանքով երկար տարիներ մնաց բանտում։ Կարենը նշում է, որ այդ փորձությունը նրա համար եղել է հոգեպես խիստ ծանր։ «Կալանքս կրելուց հետո ես դուրս եկա և ուզում էի շարունակել իմ արվեստը։ Ներկայացրեցի «Հայր մերը», հետո ուրիշ երգեր էլ թողարկեցի, բայց ամեն ինչ փոխվեց 2022 թվականին։ 22 թվականին երգիչը ինսուլտ ստացավ առանց նախանշանների։ 3 օր անց հայտնվեց անկողնում և 6 ամիս շարունակ գտնվեց անկողնում գանված։ Նա պատմում է հետևյալը. «Չէի մտածում, որ ինսուլտ է։ Կարծում էի, թե պարզապես ցավեր են, գլխացավ է կամ էլ ճնշում»։ Կարենը նաև նշում է, որ այդ դժվար ճանապարհատվածում նրա բարեկամներն օգնել են հանրությանը տեղեկացնել իր վիճակի մասին, ինչից հետո մարդիկ սկսել են աջակցել իրեն։ Երգիչը այժմ դեռևս կանգնած է առողջական լուրջ խնդիրների առջև։ Նա կարիք ունի ոչ միայն նյութական աջակցություն ստանալու, այլև մարդկանց հետ շփվելու և հոգատարություն ստանալու։ Երգիչը օրվա մեծ մասն անկողնում է անցկացնում։ Հիվանդությունը հոգեպես և ֆիզիկապես ծանր է, և շատ կարևոր է մարդկանց աջակցությունը։ Խոսքը միայն գումարի մասին չէ, դա նաև մարդկային շփման ու ընկերության կարիքն է։ Նրա հույսը մեկն է՝ առողջանալ, շարունակել արվեստը, շփվել մարդկանց հետ ու կրկին լցնել կյանքը երաժշտությամբ և սիրով։ Տարիներ առաջ ԱՄՆ-ից Հայաստան վերադառնալուց հետո, երբ Կարենը վայելում էր իր ճանաչումը, նա անսպասելիորեն հայտնվեց լուրջ խնդիրների մեջ։ Պատճառը կապված էր նրա քեռու տղայի հետ, ով խնդիրներ ուներ մի երիտասարդի հետ։ Քեռու տղան դիմել էր Կարենին՝ օգնություն խնդրելով, որպեսզի վերջինս միջամտի և հարցը խաղաղ ճանապարհով լուծվի։ Երգչի խոսքով, ինքը ոչ միայն փորձել է հարթել իրավիճակը, այլ նաև նույնիսկ ֆինանսական աջակցություն է ցուցաբերել։ Ժամանակի ընթացքում վիճակը միայն սրվել է։ Կարենի խոսքով, նա սկսել է հետապնդվել, ենթարկվել վիրավորանքների, իսկ ճակատագրական օրը նույնիսկ ստացել է մահվան սպառնալիքներ։ Հանդիպման ժամանակ դեպքերն արագ են զարգացել։ Երգիչը պատմում է, որ տղան մեքենայից զենք է վերցրել ու փորձել է սպառնալ իրեն։ Նրա խոսքով, վազեց իր մեքենայի միջից, ավտոյի դուռը բացեց, սիձելնիկի տակից զենք վերցրեց ու դրեց իր վրա։ Ինձ կանչեց պատի հետևը կրակելու։ Կարեն Հակոբյանի խոսքով, իր մոտ ևս անօրինական զենք է եղել։ Երբ իրավիճակը դուրս է եկել վերահսկողությունից և հակառակ կողմը փորձել է կրակել, նա ստիպված է եղել արձագանքել։ Երգիչը նշում է, որ նպատակ է ունեցել կրակել ոտքերին վնասազերծելու համար, սակայն դժբախտաբար կրակոցը վնասել է գլխավոր զարկերակը, ինչի հետևանքով երիտասարդը մահացել է։ Դեպքից անմիջապես հետո նա ինքնակամ ներկայացել է ոստիկանություն և դատապարտվել շուրջ 9 տարի անցկացնելով անազատության մեջ։ Երգչի խոսքով, ընտանիքը շատ ծանր է տարել տեղի ունեցածը, սակայն մշտապես եղել է իր կողքին, այցելելով տեսակցություններին։ Այսօր նա չի ապրում ընտանիքի անդամների հետ, բայց շարունակում է պահպանել կապը նրանց հետ։ Այս պատմությունը ևս մեկ անգամ հիշեցնում է, թե ինչպես մի քանի վայրկյանում կարող են ամբողջությամբ փոխվել մարդու կյանքը, բաժանելով այն մինչև և հետո հատվածներին։ Իսկ մենք առաջարկում ենք դիտել մի քանի տեսանյութ, որով Կարեն Հակոբյանը օգնություն է խնդրում իր ինստագրամյան հետևորդներից։ Բարև ձեզ իմ հայ ժողովուրդ, բարև ձեզ իմ սիրելի ընկերներ, բարեկամներ, հարազատներ, խնդրում եմ ուղղակի ձեզ, իրոք շատ վատ եմ, խնդրում եմ ձեզ, մի ճար արեք, մի բան արեք, ինձ մի հատ հիվանդանոց պարկացրեք էլի, ես չեմ ուզում սենց տանջվելով մեռնեմ, ավելի լավ է մի անգամից մեռնեմ, քան թե սենց տանջվելով մեռնեմ, խնդրում եմ ձեզ, եթե կարող եք օգնեք ինձ, օգնեք, խնդրում եմ ձեզ, ես ձեր բոլորի լավության տակից դուրս կգամ, Աստված օրհնի բոլորիդ, Աստված բոլորիդ պահապան լինի, իրոք չեմ կարամ, իրոք, այսօր եմ հիվանդանոց եղել, էլ չեմ կարամ, էլ նորից արդեն
4 հատ տեղը հանեց, 4 հատ տեղը մի հատ տեղ նշանակեց, բայց դրանք էդի ինսուլտի տեղեր չեն, դրանք ընդհանրապես ներվեր հանգստացնող տեղեր են, բայց ես ի վիճակի չեմ էլ, խնդրում եմ ձեզ, իմ կողքը եղեք, մինչև ես ոտքի կանգնեմ, ու ես իմ անելիքն էլ կանեմ ձեր համար, Աստված բոլորիդ պահապան։ Բարև ձեզ իմ հայ ժողովուրդ, ես սրտանց ողջունում եմ բոլորիդ, բարի օր եմ մաղթում, Աստծո խաղաղությունն եմ մաղթում բոլորիդ վրա, բոլորիդ ընտանիքների վրա, ժողովուրդ ջան, ես նույն ձեր Կարեն Հակոբյանն եմ, ուղղակի ես իրոք ձեր օգնության, ձեր աջակցության կարիքն ունեմ, ես 10 օր չկարամ, էլի հիվանդանոցից դուրս եմ գրվել, բայց էլի շատ վատ եմ, խնդրում եմ ինձ մի անտեսեք էլի, օգնեք ինձ, ես ոտքի կանգնեմ, ես էլ ձեր կողքն եմ, ինչով որ կարամ իմ շնորհքով, խնդրում եմ մի անտեսեք իմ այս վիճակը, իրոք ես անանգերի վիճակի մեջ եմ ընկել, չեմ հասկանում ինչա կատարում իմ հետ, ոնց որ նույն 4 տարի առաջ կողք եղավ, շնորհակալ եմ բոլորիցդ, մեկ խնդրում իմ կողք եղեք, ոտքի կանգնեմ էլի, Աստված օգնի ձեզ, Աստված պահապան բոլորիդ, շնորհակալ եմ, սիրելի հայրենակիցներ, ուզում եմ ասեմ, որ հիմիկվա դրությամբ, որ չեմ կարամ լավ խոսամ կներեք, այս պատճառը, որ չեմ կարամ լավ խոսամ, ծնոտս բանանում համել լեզուս չի ֆռում, ընդամենը հավաքվել եմ 128,000 դրամ, բայց ես կոնկրետ գումարի չափ չեմ կարող ասեմ ինձ ինչքան գումար ա պետք որ բուժվեմ, ես ուզում եմ այդամ հասնեմ Գերմանիա բուժում են ասում, այդամ հասնեմ Գերմանիա բուժվեմ, այնտեղ ու նորից կանենամ ես վերադառնամ, կամ նորից ձեր կողք կլնեմ, ձեզ ուրախացնեմ, իմ շնորհակալությունն էլ ես կհայտնեմ բոլորիցդ, մենակ ինձ օգնեք, ես կանենամ այդ գումարը հավաքվի, ես գնամ Գերմանիա հասնեմ, որտեղ նրանք ընդ կարող ինձ բուժեն։ Բարև ձեզ սիրելի հայր ջան, ողջունում եմ բոլոր հայ ազգին, իմ հարազատ բարեկամ, մտերիմ, անծանոթ, ուզում եմ տեղակայեմ, որ ես 2 օր որ չեմ էլ մտնում եթեր, 2 օր նորից բաղացել եմ էլի, խնդրում եմ մեկը ինձ օգնի հիվանդանոց պարկեմ կամ դեղորայքներս կանեմ, առնեմ, մի բան անեմ, չեմ աշխատում, ոչ մի բան չեմ անում, չեմ կարող տեղերից վեր կենամ, ոտերս թուլացել լրիվ, եթե հնարավոր ա օգնեք ինձ, ես վիճակից դուրս կամ Աստված օրհնի ձեզ, լավ մնացեք, բոլորիդ առողջություն եմ ցանկանում, խաղաղություն եմ ցանկանում։